Մամ ջան։ Դե հիմա ասում ես ամուսնական կյանքը ոնց է։ Շատ լավ է, որ իմանայի պսակվելն այսքան լավ բան է, էլ ինչի է այդքան սպասում։ Հալա ուրեմն պապային։ Այ աղջի, այդ ինչեր ես ասում, խայտարախոչ ես։ Դե իրան արդարացնում է, էլի։ Լուսիկ ծոցա։ Մի բան հարցնեմ, էլի, այն բանը աղբորդ աղջիկը փոքր էր, չի ուզում ամուսնանա։ Այ, մի հատ շատ լավ տղա կա, այս մի քանի օրը նշանվելու են, միասին կգնանք։ Շատ լավ է։ Որը ժամանակ անց էլ պիտի ամուսնանան, հա։ Լավ է, բաստոն աղբորդքինը մենակ է, հա, ապրելու։ Չէ, ինչ է մենակ։ Դե, մենք կգնանք, աղջիկները կգնան։ Շատ լավ է։ Ես մտածում էի, բանը իսկ տունը ում անունով է, քո հորական տունն է, չէ՞, ինչքան գեմ ում անունով է։ Այ, տունը լուսահոգի եղբորս անունով էր, դե ժառանգաբար հիմա կնոջն ու երեխաներին է հասնում։ Այսինքն քո հորական տունը հասնում է աղբորդ աղջիկներին, բայց իրանք աղջիկ են, քեզ բան չի հասնելու։ Այ Աշխեն ջան, դե մեծ աղջիկն արդեն 2 տղա ունի։ Աստծո կամոք այս փոքրն էլ երեխաներ կունենա, հիմա տունը ում պետք չի, հետագայում էլ ժամանակը որ կա, կվաճառեն, փողը կկիսեն։ Հա, այդ ամեն ինչը շատ ճիշտ ես ասում, բայց այ քեզ բան, քեզ էլ է տուն պետք, քեզ տուն պետք չի։ Դե տունը ինչիս է պետք, ես ոչ ժառանգ ունեմ, ոչ էլ բան, բաբկինիս հետ կապրեմ, եթե ժամանակը գա, Աստված այն աշխարհում ինձ արդեն տուն կտա։ Լուսիկ, աբսուրդ բաներ ես ասում։ Այսօրվա դրությամբ ում տուն պետք չի։ Կարող է քեզ թվում ասենք ստեղ պիտի մենակ ապրեք, այն տունն էլ իրանք վայելեն, իրանք աղջիկ երեխա են։ Չհասկացա Աշխեն ջան, ինչ ես առաջարկում, գնամ եղբորս երեխաներից երիս տունը խլեմ։ Չհասկացա, ուրեմն մեզ կթողես անտուն, իրանց չէ, հա։ Բայց փառք Աստծո, ինչ ես անտուն, այս մեծ տները քոնն է, չէ աղջիկ ջան։ Էլի իմն է։ Բայց ոնց ես մտածում, ես 2 տղա ունեմ, պիտի մեծանան, իրանց տուն պետք չի, իսկ քո աղբոր աղջիկները տուն կունենան, իրանք աղջիկ են։ Լսես Ելիս, առաջարկում ես, որ գնամ կռիվ անեմ, 100 տարի մենք ապրել ենք հաշտ ու համերաշխ, հիմա գնամ կռիվ գցեմ տանը։ Հաշտ ու համերաշխ ապրել ես, որովհետև հավի նման ես մտածել, ոչ մի բան չես խոսացել։ Ինչի պետք է մենք պահենք քեզ, ես ինչի տեր եմ, որ մի հատ խորթե կիսուր պահեմ։ Այն բիձեն քիչ է, թե չէ։ Ես էլ մտածում էի, ընդհանուր հայտարարի չէի գալիս, թե ինչի այդպես միանգամից հեղափոխվեցիք, փորացավդ շատ լավ հասկացա, ուրեմն այս տան պատմությունն էր, հա, պատճառը։ Բանից կարող է հասկանում էր, թե ես բան եմ, բարեգործական ծերանոց եմ բացում։ Այն բիձեն ինձ այստեղս էր, արդեն հերիք էր, նորապսակներ եմ խաղացնում այս տան մեջ։ Լսի, դու շատ դաժան ու ստոր աղջիկ ես։ Քեզ թվում է, դու միշտ այսպես ջահել պիտի մնաս, դու էլ ես մեծանալու, չէ՞։ Հա, բայց այդ տարիքում չեմ պատրաստվելու ամուսնանամ։ Լսի, ես չեմ հասկանում, այդ բաբկեն կոչեցելը, այդ բիձեն ինչ էր մտածում ամուսնանալուց, որ քո տան հարցերը չի լուծել։ Հիմա կտեսնես, թե այդ բիձեն ինչ է մտածում։ Չես համաչում։ Այդ ոնց ես խոսում Լուսիկի հետ։ Այդ ոնց ես խոսում իմ մասին։ Ձենը դուր է հասնում, այ լկտի։ Պապ, ես ճիշտ եմ խոսում։ Միամիտ կին են գտել, ուզում են տունը ձեռքից առնեն։ Ինչի չեք գնում այդտեղ ապրեք, գնացեք այդտեղ ապրեք։ Այդ դու պետք է որոշես, թե մենք որտեղ ապրենք։ Պետք լինի ես քեզ այստանից դուրս կշպրտեմ, այ լակոտ։ Հաստորեն տենց անշնորհակալ եք, հա լինում։ Ես իմ տունը սարքեմ ծերանոց, ձեզ պահեմ, մի հատ խորտ կիսուր պահեմ, մի հատ էլ դու ինձ տնից հանես։ Թորնեիդ մասին գոնե մտածի, ամոթա։ Էս ուրա ձենն հետ հասնում։ Էս ինչ եք ձենն հետ գլուխն հետ գցել։ Բարթան, պապատ ուզում է մեզ իր տնից վռնդի։ Ինչի համար։ Ոնց։ Ինչի համար։ Գիրս խալքի տան վրա աչքա գցել։ Խել բացատրի, որ ես կնոջ հոգին չուտի։ Պապ ջան, այդ թեման ես էլ գիտեմ ու գիտեմ, որ
Աշխենը ճիշտ է, որովհետև Լուսիկին այդ տնից փայ է հասնում։ Այդպես չի Լուսիկ, դու ասա։ Մենք իր համար ենք մտածում։ Հաստորեն դու էլ, հա, կնոջդ խելքին ես։ Իսկ ես միամիտս կասում էի, թե իմ մասին ես մտածում։ Քո մասին էլ ենք մտածում, պապ։ Քո մասին մտածել ենք, որ այդքան հարևանի ու բարեկամի բերան փակել ենք։ Էդի չեղավ քո մասին մտածել։ Քո մասին էլ ենք մտածել։ Վայ աստվածի, ես ինչ օծ եմ տաքացրել դոշիս։ Համոթա տղամարդ եղիր, Վարդան։ Օծ ենք տաքացրել։ Հիմա այս կնիկը ամուսնացել է։ Հետո օժիտ պետքա բերել թե չէ։ Օժիտ ունես թե չէ, տիկին Լուսիկ։ Ձերդ կտրի։ Ինչ որ մտածում ես, քո մեջ բայ։ Փաստորեն կինդ երևի քեզնից ավելի բարձր է։ Տակտիր աստված, ես ինչ օց եմ տաքացրել։ Բաբկեն։ Չէ դու ինձ մի հատ ասա, ես սխալ արեցի Վարդան։ Դու էլ ձերդ կտրի է։ Սնտակելի այդ չեմ հասկանում։ Բաբկեն ջան, հովա չես զգում։ Լսի հանգստացի էլի, հանգստացի Բաբկեն ջան, ամեն ինչ լավ կլինի, լավ չես զգում։ Ես նրանց հետ չեմ կարող։ Հանգստացի։ Ինչ անեմ, շտաբօգնություն կանչեմ, վատես, Վարդան։ Շտաբօգնություն կանչի շուտ արա, հայրդ լավ չի։ Բաբկեն ջան, հանգստացի, խորը շնչի, հանգստացի, հիմա շտաբօգնությունը կգամ, չվախենաս, հա խորը շնչի։ Բաբկենին տեղափոխեցին հիվանդանոց։ Որդու խոսքերն այնքան էին ազդել նրա վրա, որ նա սրտի կաթված էր ստացել։ Երկար ժամանակ ստացիոնալ բուժում ստանալուց հետո Բաբկենը կազդուրվեց, բայց նա այլևս աշխատունակ չէր։ Էս է թե հետ։ Բաբկեն ջան, ոնց որ այսօր ավելի լավ է, չէ՞։ Ուզում ես գնանք մի քիչ մակրոջ շնչենք։ Հա Լուսո ջան, իրիկվա կողմ կգնանք։ Եղավ լավ։ Բաբկեն, մի բան եմ ուզում ասել, բայց չգիտեմ ոնց ասեմ։ Ասա ինչ է եղել։ Չեմ մի անհանգստացի։ Վատ բան չի եղել, ուղղակի այսօր փողոցում Աշխենին ու երեխին տեսա։ Մոտեցավ քեզ այդ լկտին։ Հա, ինքը մոտեցավ, պատկերացնում ես, ու շատ խեղճացած էր։ Չէ, հա, դա խեղճացողը չի։ Տես մի խոսի Բաբկեն։ Ինքը մոտեցավ ինձ, բարևեց։ Սիրտս կտոր եղավ։ Երեխեն էլ ենքան լավն էր, սիրեցի։ Թորնիկս ոնց էր։ Լավ էր, մերնեմ դրա ջանին։ Աշխենը քեզանից էր հարցնում, ու գիտես ինչ էր ասում, ասում է Վարդանն ուզում է գա հորը տեսնելու, ուզում է խոսել քեզ հետ։ Իսկ Վարդանը չի մտածում իր արարքների մասին։ Թե լավ էլի է, Բաբկեն ջան, ջահել են էլի ոչինչ, իզուր տանից դուրս հանեցիր, հիմա գիտես չէ, գնացել են ծանր վարձով են ապրում, գիտես չէ, մի վարձ ինչքան է։ Ոչինչ, թող մի քիչ տանջվեն, ես եմ մեղավոր, ժամանակին երևի լավ չեմ դաստիարակել, լավ չեմ բացատրել, որ փողից ու այս ամեն ինչից էլ ավելի բարձր բան կա կյանքում։ Գիտես ինչ է ականջներին հասել, որ դու ուզում ես ժառանգությունը փոխել ու իրենց ընդհանրապես անտուն թողնել, դրա համար է վախեցել են էլի։ Այսպես վախեցած էր, թող մի քիչ մնան։ Հետո ես ինքս կգնամ ու կբերեմ տուն։ Բայց հիմա թող քններին գա
Բաբկեն, արի զանգենք, կանչենք, թող կան նստեն, մի քիչ կխոսենք, կպարզաբանենք ամեն ինչ։ Հետո կասենք, որ գնացեք, ձեր իրերը հավաքեք ու եկեք տուն։ Տունը երեխաներով կլցվի, ամեն ինչ լավ կլինի էլի։ Դուսո, էլ մի լասացրու, հա։ Ասեցի ժամանակապետ։ Թող այտենց ապրեն, խելքի գան նոր ես ինքս կզանգեմ ու կգնամ կբերեմ։ Հետո էլ կասեմ, որ կտակս չեմ փոխել։ Թե լավ, ոնց ասում ես։ Ես գիտեմ, որ դու դաժան մարդ չես, բարի ես, թող քո ասածով լինի։ Բաբկենը բարկությունից Վարդանին իր ընտանիքի հետ դուրս էր արել տնից ու ասել, որ փոխելու է ժառանգությունը։ Որոշ ժամանակ անց թե Վարդանը եւ թե Աշխենը հասկացել էին իրենց սխալն ու փոշմանել։ Բաբկենին հենց դա էր պետք։ Այսպես թե այնպես նա մտադիր չէր որդուն զրկել ժառանգությունից։